Նախ խաղաղության պայմանագրի հետ կապված պարոն Փաշինյան հայտարարվեց արտգործնախարարության կողմից, որ համաձայնեցված է։ Մենք տեքստը չգիտենք, վերջի երկուսի մասին, որ համաձայնեցումը դուք հայտարարել եք դիտորդների եւ նաեւ մյուս կետի մասին եք ասել։ Հիմա ընդհանուր տեքստին մենք երբ կարող ենք ծանոթանալ հայ հասարակությունը երբ իմանա մենք ինչ ենք ստորագրում։ Նախ արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ կարևոր իրադարձություն է։ Տեքստի հրապարակման հետ կապված անկեղծ ասած պրակտիկաների պետք է նայել, ինչպիսին է։ Ես էլ եմ ասում, մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք եւ ըստ էության հոդված առանձին այսպես թե այնպես հրապարակվել է եւ չեմ կարծում թե կարելի ասել որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չեմ կարող ասել որ բովանդակությանը ծանոթ չէ, որովհետեւ ըստ էության վերջին 4 տարիներին 4 տարի է որ բանակցում ենք տեքստի շուրջ ըստ էության։ Ժամկետները ստորագրելու համաձայնեցված են։ Դե ըստ էության մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման եւ մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ինչքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկու ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել։ Իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք եւ ենթադրվում է, որ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել։ Մի րոպե կներեք, էլի եկեք բոլորին հերթով խնդրում եմ մի հարց էլ, որպեսզի այս կողմից սկսենք, դուք ձեր հարցը տվեցիք եւ Պարոն Փաշինյան, այդ երկու կետերը, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետությունը համաձայնեցվել է, արդյոք ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնելուն եւ միջազգային այցերը հետ ոչ, եթե ոչ, ապա ասեք երկու կետերը համաձայնեցվեցին դրանք որոնք են եւ եթե իմ նշած այդ դիտորդներին եւ միջազգային հայցերին են վերաբերում, խնդրեմ հստակեցնել խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո են հայցերը հետ կանչվելու, թե մինչ ստորագրելը եւ դիտորդների մասով մինչ ստորագրելն են դուրս գալու, թե ստորագրելուց հետո։ Նախ արձանագրենք հետեւյալը, որ իհարկե դրույթները վերաբերվում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ նաև մենք հիմա պետք է այդ հարցերով որոշ նյուանսներ կապված քննարկումներ ունենանք։ Երկու հոդվածներից մեկը վերաբերվում էր, որը ես նախորդ անգամ մեր զրույցում ասացի, մեկը վերաբերում էր սահմանի երկայն հող երրորդ երկրների ուժերի կայելու վերաբերյալ հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու եւ միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելու այդ դրույթներին էր վերաբերվում։ Ես ուզում եմ ձեզ նաեւ պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին, որովհետեւ այդ երկու դրույթների վերաբերյալ, ինչպես հիշում եք, արդեն բավականին երկար ժամանակ մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում, մենք ենք առաջարկանում, իրենք են առաջարկանում եւ ըստ էության այդ դրույթներն են որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել եւ վերջին այն պահից, երբ որ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ կարծես թե չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության ադրբեջանական կողմի փոխզիջումը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ արդեն ասի, գիտեք, հիմա հատկապես այս փուլում շատ կարևոր է, որ մենք, այսպես ասած, միակողմանի ձևակերպումներ եւ հայտարարություններ
տեսեք, եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն եւ Հայաստանի Հանրապետությունն է որոշել է, որ այս տեքստը նաեւ իրեն է ձեռնտու եւ ելի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք, ըստ էության դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք եւ այո մենք կայացրել ենք որոշում, որովհետեւ համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին եւ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը։ Գիտեք, այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում։ Իսկ ես ուղղակի չեմ ուզում արձագանքել, առավել եւս ավարտված է բանակցությունները, հիմա այդ բանավեճը այդքան էլ օգտակար չի առաջիկա սպասվող իրադարձությունների։ Պարոն Փաշինյան, ռազմագերիների վերաբերյալ պարոն Փաշինյան, չնայած նրան, որ անընդհատ հայտարարում է, որ պաշտոնական բոլոր մակարդակներում հանդիպումներում դուք բարձրաձայնում եք այդ հարցը, բայց տեսականորեն գործնականում որևէ քայլ, որը արդյունավետ է, մենք չենք տեսնում։ Նաև Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դրա մասին տեղյակ եք, նրա փաստաբանն էր ձեզ դիմել, որ կետեր կան, որոնք տարրական կետեր կան, որոնք Հայաստանի Հանրապետությունը չի իրականացրել մեր գերիներին վերադարձնելու համար, նաև մարդիկ են հայտնվել, այսպես ասած, ովքեր ցուցմունք են տվել, օրինակ Ռուբեն Վարդանյանի դեմ։ Գիտեք, մենք ինչպես ասել են, բոլոր հնարավոր տեղերում եւ բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում են եւ եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն։ Դա կարող է ասել։ Ադրբեջանից այսօր Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ պիտի լինի այն, որ Բաքվում տեղի ունեցող դատավարության հարցով Հայաստանը համագործակցի իրենց հետ։ Ինչպես եք դուք պատկերացնում եք համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի արտահանձնվեն Ադրբեջան, դուք ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Գիտեք, նախ ձևակերպումը չեմ կարող թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարեւոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրում նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին։ Բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում ինչպես եք պատկերացնում այդ պահանջը։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Պարոն Փաշինյան, երկար ժամանակ այդ երկու դրույթների շուրջ բանակցություններ կային եւ Հայաստան ըստ չէր համաձայնել։ Քիչ առաջ ինչպես փոխվիճում բառը ուզում էի հասնել, որն էր այդ փոխվիճումը, ինչ է ստացել Հայաստանը համաձայնելով այդ երկու կետերին։ Եվ օրինակ ասում եք չկա մի դրույթ, որը միակողմանի է, բայց օրինակ եվրոդիտորդների հետ հաշումը կարծես թե միակողմանի է։ Գիտեք, խաղաղության համաձայնագրի նախագծում եվրոդիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Սա չէ համաձայնություն։ Ներողություն եմ խնդրում։ Խաղաղության համաձայնագրում կա երրորդ ուժերի երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ կարծում, որ ձեր տեղեկատվությունը այդ առումով ամբողջ է։ Կարելի է պատասխանել։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու
Ալիևին, Բաքվին եւ թուրքական լրատվամիջոցներն էին այս օրերին Հայաստանում դուք հարցազրույց եք տվել հայոց ցեղասպանության հետ կապված կոնկրետ ինչ եք ասել, հա? Օրինակ դա համարել եք պատմական անհերքելի փաստ, թե ասել եք, որ եկեք այլ օրակարգով առաջ գնանք, ինչ եք ասել թուրք լրատվամիջոցներին։ Այսօր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ եթեր կհեռարձակվի։ Դե եթեր կհեռարձակվի եւ դուք ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, որը վերաբերվում է ես ընդամենը 2 օր առաջ, գուցե 3 լավ վերջերս այդ թեմայով հոդված են գրել, մանրամասն Խնդրում եմ հիմա ասեք, բացառում եք թե չեք բացառում։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք։ Դա ճանապարհների ապաշրջափակումը, բայց իրենք միջանցք են ուզում։ Դուք բացառում եք որ գտաք։ Կներեք, ես այ հատուկ ես գրավոր տեքստ եմ գրել, որպեսզի բանավոր տեքստերը վերաձևակերպվեն, չդառնան այլ վերնագրեր։ Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջբերել։ Հիմա ասեք, բացառում եք թե չեք բացառում, պարոն Փաշինյան։ Ուղիղ հարց եմ տալիս, որպես լրագրող, ուսել որպես լրագրող ուղիղ պատասխան եք։ Բացառում եք թե չեք բացառում։ Ինչն եմ բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ միջանցք ցանկացած այն բան Ես կներեք, ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներ եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն Հայաստանի վերահսկողության եւ ուժային կառույցների անվտանգության մի րոպե սպասեք, դուք տվեցիք ձեր հարցը։ Բայց չեք ասում իմ հարցի պատասխանը։ Որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ հստակ չեմ հասկանում։ Այ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ կարող է ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե այո, տալու ենք, այո։ Շատ լավ։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպ։ Մի հարցն է քաղաքական, պարոն Փաշինյան։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման։ Ներողություն եմ խնդրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ամեն մեկը մի հարց տա։ Ձեր հարցի պատասխանը այն է, ինչ որ Որտեւ հիմա քննարկում կա, ով է քննարկում։ Քոչարյանականները ասում են Կներեք, Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք, դուք եք հարցրել, թե ուրիշ մեկը, որ ասել է, ինչի պարտվեցի կտրությունները, ասեց, որովհետև ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց, որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա ինչ է։ Դուք զգացել եք 15 թվականին Քոչարյանականների աջակցությունը հրապարակում։ Ես ընդհանրապես Քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 15 Դա երբ եք զգացել, որ իրեն դատում եք եւ որ իր հետ կապված տարբեր օրինակ բաներ եկան նախկին իշխանություններից, զգում եք իրանց ներկայացնել։ Դե գիտեք, դուք ասում եք, որ ես Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան նախկին իշխանությունների։ Դուք ասում եք, որ ես իրան դատում եմ, իսկ ժողովուրդն էլ ընդհակառակ ասում է, ես իրան չեմ դատում։ Հիմա ես իրան դատում եմ, թե ես իրան չեմ դատում։ Ժողովուրդը նաև ասում է, որ դուք իրենց պահում եք քաղաքական դաշտում, որ ձեր իշխանությունը ամուր լինի եւ ձեր թիմակիցներն էլ ասում են, ինչքան Քոչարյանը խոսում է, մեր ռեյտինգը բարձրանում է։ Որ ասեք պահելու մեխանիկան որն է, ես կասեմ։ Այսինքն ինչ նշանակում, կապել ենք որևէ տեղ։ Կապել ենք քաղաքական գործոն եք դարձնում, քաղաքական բայց ես չեմ կարծում, թե նրանք ընդհանրապես քաղաքական գործոն են, բայց նախկին ներկա դրամաբանությունը, պարոն Փաշինյան։ Ես չեմ կարծում, թե նրանք
քաղաքական գործոնը, եթե խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված հարցեր չունեք, ես գնամ եւ Ես ունեմ հայցերից փոխադարձ հրաժարվել լինելու է, բան։ Չգիտեմ, կրկնվեմ չէ, պարոն վարչապետ, Բաքվից հայտարարությունը եղավ, ԱԳՆ նաև արձագանքեց, բայց Բաքվի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ համաձայնեցվել է հիմա Հայաստանը, ես մեր համար ատավորապես եմ ասում, բայց իմաստային է, որ հիմա Հայաստանը պետք է արդեն սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության ուղղությամբ քայլեր անի։ Սա արդյոք նշանակում է, որ փաստաթուղթը ամեն դեպքում չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցերի պատասխանը Բաքուն չի ստացել։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդատությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի։ Ադրբեջանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը ունի իր հարցերը, մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստով եւ տեքստում հասցեագրված է եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի բարձրաբանել խաղաղության համաձայնագրի շուրջ ստորագրման տեղի երկժամկետների շուրջ խորհրդատությունների արդյունքում, որի վերաբերյալ Ադրբեջանը ես ճանապարհին եմ ոնց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այդ թեմայով հայտարարություն արել։ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմը ունի, որ ինչ որ ժամկետում Հայաստանը կանի այդ Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում, որովհետև մենք տեսեք, նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս համադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծրատիպից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը Սահմանադրության մասը։ Ընդհանրապես, որովհետեւ ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Եվ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն է իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության խաղաղության պայմանագրի կնույնի այդ հարցը հիմա շատ լավ, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում։ Սահմանադրությունների պահանջով եք բա փոխում Փաշինյան։ Այո, ես դա հասկանում եմ։ Ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե այդ հարցը քննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջների պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների Այդ դեպքում ում պահանջով եք սահմանադրություն փոխում։ Դուք նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ սահմանադրության հարց չի քննարկվել Բաքվի հետ, բացի իրենց հրապարակային հայտարարություններից։ Իրենց դիրքորոշումները, այսինքն ասեն են, որ իրենք խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում։ Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են, եւ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում։
Բայց հիմա փաստորեն Ներողություն եմ խնդրում։ մի հարց է, պարոն Ոչ, Վարչապետ։ ոչ, ախր ես չեմ հասկանում։ Հիմա տեսեք, դուք ասում եք- հիմա գնալու եք տենց վերնագիր։ Չէ, ես հարցնում Ես եմ տենց դրա բան համար։ ասեցի, Ես խնդրում եմ, հարցնում եմ։ ես ձեր հարցին ամբողջական պատասխան տվեցի։ Մի հարց էլ դիտորդների մասով դուք հայտարարում եք, որ դիտորդներին Հայաստանը առաջարկել է հանել մինչև այս սահմանազատված հատվածներից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո ասացիք համաձայնեցված շարունակում են չմնալ այդ կետերը։ Այսինքն սա նշանակում է, որ Ադրբեջանը ասում էր ամբողջությամբ հանել։ Հայաստանը փաստորեն համաձայնել է պայմանագրի ստորագրման դեպքում ամբողջությամբ հանել դիտորդներին։ Հայաստանը համաձայնվել է, որ այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ վերցնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Ինչու փոխեցիք նախապես հայտարարված ձեր դիրքորոշումը։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության։ Մի հարց էլ հայցերի մասով, դուք հայցերի մասով ասում եք, որ պետք է հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն եւ պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ։ Այս հարցը ինչպես է կարգավորվել այդ կետով։ Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է։ Բովանդակային առումով ինչ երաշխիքներ եք ստացել, որ Բաքուն օրինակ Գիտեք, ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ։ Բայց երաշխիքներ ստացել եք։ Տեսեք, գիտեք, երաշխիքը շատ տենց բան բառը շատ թվում է թե հասկանալի, բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, տեսեք, այդ տեքստերը իրականում չեն մնացել ստատիկ նույնը։ Այսինքն այդ տեքստերը որոշակի էվոլյուցիա են ապրել եւ այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ համար։ Եվ պարոն վարչապետ, երկու հիմա խոսվում է այդ հայցերի փաստորեն կետը համաձայնեցվել է, բայց այսօր Բաքուն արդեն այս հայտարարությանը զուգահեռ խոսում էր Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու հեռանկարի մասին։ Դեռ չկնքված պայմանագիրը, որը ինչպես հայտարարվեց համաձայնեցված է, Բաքուն արդեն այս ռետորաբանությամբ է հանդես։ Այսինքն փոխադարձություն չկա։ Գնահատում դուք։ Արդյոք սա խոսում է ձեր գնահատականն է Բաքվի այս հայտարարությանը։ Գիտեք, ես եթե կարելի է, ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը, որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ կարող են ամենայն հարգանքով երրորդ անձանց միջոցով փոխանցված տեքստերը ճշգրիտ չլինել։ Կա համաձայնություն փոխադարձության, պարոն վարչապետ, դա է խնդիրը։ Փոխադարձություն կա այս հարցում, օրինակ հայցից մենք հրաժարվում ենք, իրենք էլ են հրաժարվում։ Եվ նաև տնտեսականին էլ Ես ուրիշ բայց բան էի հարցնում, պարոն վարչապետ, ես հետագայի մասին էի հարցնում։ Ես էլի ձեր հարցերի պատասխանացում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառության հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Շնորհակալություն նաև ասորական այդ ժամկետների այստեղի վերաբերյալ Ադրբեջանն էլ որոշ ձևակերպումներով ասաց, որ երկու մակարդակում պատրաստ են հետագա հարցերի քննարկումները քննարկենք եւ քննարկման ընթացքում տեղի քննարկման արդյունքների մասին իհարկե հանրությունը կտեղի։ Պարոն Փաշինյան, ցել տալ հայերին ծանոթ են
ըստ էության քաղաքացիները, այս ընթացքում Բաքուն պարբերաբար նաև խոսել է ռևանշիզմի մասին։ Այսպիսի դրույթ կա համաձայնագրում, գուցե ձևակերպվում է մի փոքր այլ կամ ուրիշ ձև, որ կենթադրի օրինակ ռևանշիզմի բացառու կամ չգիտեմ, այս տեսակ ինչ որ մի բան պայմանագրում կա համաձայնեցված։ Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան։ Օրինակ ազատամարտի մասնակիցների պահանջ էր հնչում, պարոն Փաշինյան։ Դե հենց այդ եմ ասում, դա պետքա տեղի չունենա։ Պարոն Փաշինյան, Որ Ադրբեջանում էլ չնացելու Հայաստանի Հանրապետության Որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արևմտյան Ադրբեջան։ Ես գիտեք, ուրեմն ինչպես նախկինում ասել եմ, ուրեմն Հայաստան խաղաղության համաձայնագրում համաձայնեցված այդ դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ եւ ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք եւ դեռևս 2000, այսինքն նախկինում հայտարարել ենք այդ դրույթների համաձայնեցված լինելու մասին։ պարոն Փաշինյան